Դավոսում, որտեղ տեղի է ունենում համաշխարհային տնտեսական համաժողովը, հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի դեմ։ Թրամփին զգուշացնում են. Գրելանդիան չի վաճառվում։ Պաստառներից մեկի վրա էլ գրված է. Թրամփ, մեծ էգո, փոքր ուղեղ։ Միացյալ Նահանգների նախագահը Շվեյցարիա Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու էր ժամանել նորացված օրակարգով։ Ողջունելով ընկերներին եւ մի քանի թշնամիներին Թրամփը հայտարարեց. Գրելանդիայի հարցով ռազմական հակամարտության տարբերակ սեղանին չկա։ Գրելանդիան ԱՄՆ-ին անհրաժեշտ է իր անվտանգությունն ապահովելու համար, սակայն Միացյալ Նահանգները երբեք ուժով չի տիրանա արկտիկական կղզում, պատրաստ է բանակցել։ ԱՄՆ-ն 2 դար է փորձել է գնել Գրելանդիան, նույնը ցանկանում է հիմա։ And to address so many respected business leaders, so many friends, few enemies. Նախքան Դավոս մեկնելը Դոնալդ Թրամփի հռետորաբանությունն ավելի կոշտ էր։ Երբ Սպիտակ տանը լրագրողները Թրամփին հարցրել էին, թե որքան հեռու է պատրաստ գնալ Գրելանդիայի հարցում, նա պատասխանել էր. ինքներդ կտեսնեք։ Թրամփը նշել էր, հետադարձ չկա։ Ի պատասխան Գրելանդիան վերցնելու մասին Թրամփի հայտարարությունների, եվրոպական մի քանի երկիր զորքեր ուղարկել Դանիային պատկանող կղզի։ ԱՄՆ նախագահն էլ զգուշացրել էր. 10% հավելյալ մաքսատուրք կսահմանի այդ երկրների համար։ Թեև Դավոսում Թրամփը խոսում էր առանց սպառնալիքների, Դանիայի արտգործնախարարը շտապել է հայտարարել. ԱՄՆ շարունակում է սպառնալիք լինել Գրելանդիայի համար։ Նրա կարծիքով Դոնալդ Թրամփը դեռ ձգտում է կղզին ձեռք բերել։ Իսկ Թրամփի Դավոսի ելույթին հաջորդել է նրա ել ավելի կառուցողական հայտարարությունը, այս անգամ գրառման տեսքով։ Միացյալ Նահանգների նախագահը հետ է կանգնում որոշ եվրոպական երկրների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու ծրագրից։ Թրամփը մտափոխվել է Դավոսում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտենի հետ հանդիպումից հետո։ Այդ հանդիպումը Թրամփն անվանել է արդյունավետ ու նշել, որ ձևավորվել է Գրելանդիայի եւ ամբողջ արկտիկական տարածաշրջանի վերաբերյալ ապագա համաձայնագրի շրջանակը։ Իդեպ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Դավոսի իր ելույթում համաձայնել էր Թրամփի հետ ասելով. Թրամփը ճիշտ է։ Մենք պետք է պաշտպանենք Արկտիկան Ռուսաստանի եւ Չինաստանի ազդեցությունից։ Այդ երկրները գնալով ավելի ակտիվ են դառնում տարածաշրջանում, բայց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Եվրոպայի եւ ԱՄՆ-ի միջև Գրելանդիայի շուրջ տարաձայնությունների լուծման դիվանագիտական ճանապարհի ջատագովն է։ ՆԱՏՕ-ում սպառնալիք համարվող Ռուսաստանի նախագահի արձագանքն էլ չուշացավ։ Գրելանդիայի եւ ԱՄՆ-ի հարցը Ռուսաստանին չի վերաբերում։ Դանիան միշտ խիստ է վերաբերել Գրելանդիային, կարծես այն գաղութ լինի, ասել է Վլադիմիր Պուտինը։ Իսկ Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը մի քանի օր առաջ էր հայտարարել. Գրելանդիան Միացյալ Նահանգներին միացնելու հարցը լուծելու դեպքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր անունը կգրի համաշխարհային պատմության էջերում։